Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, այսօր խոսենք ալմաստի մասին։ Ալմաստը դա հանքային քարերից է, որը իր բնույթով չոր է եւ սառը։ Եթե ալմաստը կոտրվի, կոտրեք, ապա նրա բեկորները ունենում են 3 ծայր, որը մատնանշում է առաջին մատերիայի ձևը։ Դա ունի երկարություն, բարձրություն եւ լայնություն։ Ալմաստը ճառագայթում է լույս, նա ունի հրաշալի փայլ, ճառագայթում է լույսը, անդրադարձնում է եւ վանում է բացասական էներգիան։ Հետևաբար, եթե դուք ձեր մոտ ունենաք ալմաստ, ապա այն ձեր շրջապատի բացասական էներգիան կվանի եւ ձեզ կպահպանի հիվանդություններից։ Ալմաստից պատրաստում են տարբեր տեսակի զարդեր, բոլորիդ հայտնի է, որտեղից կարող եք ձեռք բերել, նորից եմ կրկնում, վերնիսաժից եւ Բաղրամյան փողոցի վրա կա թելերի խանութ, որտեղ նույնպես վաճառում են այդ քարերից։ Կարող է բազմաթիվ խանութներում կա, որտեղ զարդեր են պատրաստում, բայց ինչու եմ ես մատնանշում այդ խանութը, որտեղ ես ապրում եմ այդ տարածքում եւ գիտեմ դրա ստույգ տեղը։ Հարգելի բարեկամներ, ցույց տանք մեր գիրքը, որը կոչվում է բժշկարան։ Բժշկարանը ներառում է 90 տեսակ հիվանդություն, որտեղ գրված է հիվանդության նկարագիրը, բավականին ընդարձակ, տրված է նրա բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, ունի իր պատկերազարդ բույսերի ցանկը, պատկերասրահը, որտեղ բույսերի տակ գրված են 3 լեզվով հայերեն, ռուսերեն, լատիներեն, գիրքը ունի իր վերջում քառալեզու բառարան, բացի այդ 3 լեզվից նաև անգլերեն։ Ուզում եմ ցույց տամ նաև ձեզ իմ հրաշալի սուպներից մեկը, որը կոչվում է Անահիտ, ինչու Անահիտ, որովհետև դա դրել ենք մեր Անահիտ դիցուհու անունով։ Այն բնական, բացարձակապես ոչ մի քիմիական տարր չի պարունակում, այս կարմիր գույնը դա բույսի գույն է, որից պատրաստվում է սուկը։ Սուկը արդեն 30 տարի օգտագործում է այստեղ եւ արտասահմանում, ունի բավականին մեծ պահանջ, այն ոչ միայն կոսմետիկ հատկություններ ունի, այլ նաեւ բուժական հրաշալի հատկություններ ունի։ Ազատամարտի ժամանակ մեր առաջին օգտագործում էինք հիվանդանոցում վերքերը բուժելու, տրոֆիկ չբուժվող երկարատև խոցերը բուժելու, նա ունի հզոր անտիբիոտիկ հատկություն, մաքրում է բոլոր այդ վնասակար թարախային տարրերը, մաքրում է վերքը եւ արագորեն վերքը բուժվում է, տրոֆիկ խոցերը արագորեն բուժվում են։ Հրաշալի միջոց է այրվածքների համար։ Ոչ միայն այրվածքները բուժվում են անհետք, այլ նաև այրվածքներից առաջացած այդ կելոիդ սպիները ներծծվում են։ Երկարատև օգտագործելու դեպքում այդ սպիները ներծծվում են եւ մաշկը հարթվում է։ Հարգելի բարեկամներ, որպես կոսմետիկ սուկ, այն մաքրում է դեմքը, վերացնում է մանր կնճիռները, դեմքին տալիս է փայլ, էլաստիկություն, խոնավություն, մաքրում է նրա վրայի բծերը, ինչպես նաև կորյակները, պզուկները եւ այլը, սնուցում է մաշկը, լավացնում է այրան շրջանառությունը, նաև ունի ցավադրկող հատկություն։ Շատ հետաքրքիր է, որ այս քսուկը տանում են նաև փոքր երեխաներին թոքաբորբելու, բորբերի կամ հազերի դեպքում քսում են կրծքավանդակին եւ մեջքին եւ արագորեն ստացվում է հրաշալի արդյունք։ Ձեզ առողջություն եմ ցանկանում այսօր այսքանը, եթե կունենաք հարցեր, ապա գրեք ձեր կոմենտներում, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։